Ուրախ ենք, որ այսօր ընդունել եք մեր հրավերքը եւ այսօր մեր մեջ եք, որպեսզի միասին Տերը պաշտենք։ Կարդանք Սաղմոս 148. Ալելույա, օրհնեցեք Տերը երկնքեն, օրհնեցեք Զանիկա բարձր տեղերուն մեջ, օրհնեցեք Զանիկա ով անոր բոլոր հրեշտակներ, օրհնեցեք Զանիկա ով անոր բոլոր զորքեր, օրհնեցեք Զանիկա ով արեգակ ու լուսին, օրհնեցեք Զանիկա ով բոլոր փայլուն աստղեր, օրհնեցեք Զանիկա ով երկինք ու երկնքեն վեր եղող ջուրերը, թող Տիրոջ անունը օրհնեն, վասնզի ինք հրամայեց ու անոնք ստեղծվեցան, Զանոնք Հավիտյանս Հավիտենից հաստատեց, կանոն դրավ, որը չի խափանվիր, օրհնեցեք Տերը երկրեն, ով վիշապներ ու բոլոր անդուններ, կրակ եւ կարկուտ, ձյուն ու շոքի եւ անոր խոսքը կատարող մրկալից ով, լեռներ ու բոլոր բլուրներ, պտղատ ու ծառեր ու եղևնիներ, գազաններ ու բոլոր անասուններ, սողացողներ ու թևավոր թռչուններ, երկրի թագավորներ եւ բոլոր ազգեր, իշխաններ եւ երկրի բոլոր դատավորներ, երիտասարդներ եւ կույս աղջիկներ, ծերեր եւ տղաքներ, բոլորը թող Տիրոջ անունը օրհնեն, վասնզի միայն անոր անունը բարձր է, անոր փառքը երկրեն ու երկինքեն վեր է, անիկա բարձացուց իր ժողովրդին եղջյուրը, իր բոլոր սուրբերուն, իրեն մոտ եղող ժողովրդին, Իսրայելի որդիներուն օրհնությունը, ալելույա, ամեն։ Երկինքը բնագող, փառավորյա Սուրբ Հայր, ամենադեր, ամենագարող, ամենուրեք, կվաշտենք երորդությունը, Հայր, Որդի Սուրբ Հոգի, փառք կուտանք, որ այս երկեցողությունը փաստ մնե այն երկնային երջախումբին, որ Հավիտյանս Հավիտենից զունգեր ու դարչև պիտի փարսացնենք, կովապանենք ու Սուրբ անունը։ Այս պահվան համար քեզ փառք կուտանք, սրդերը միացնող Սուրբ Հոգի, գաղութենք, որ ինչ որ ունենք ամեն բան քո փառքիդ համար լա, թե երբ, թե աղոտ, թե պատկամ, շնորհակալ ենք բոլոր գործակից եղբայր քույրերու համար, գաղութենք քո երկնային օրհնությունները թափի մեր վրա, մեր մայր հայրենիքի վրա, մեր եկեղեցիներու վրա, թող ամբողջ երկիր դեր քո Սուրբ անունը փառավորե, շնորհակալ ենք քեզ քո Սուրբ անունով գաղութենք, ամեն։ Amen.
առջև ունենք մեր նշանաբանը եւ ամեն բան անում ենք, որպեսզի մեր նշանաբանից չշեղվենք։ Այն է ավետարանը հասցնել կարիքավոր քաղաքացիներին։ Եվ փառք եմ տալիս Աստծուն, որ Տերը մեզ առաջնորդում է, փառք եմ տալիս Աստծուն, որ Տերը մեզ զորացնում է, օգնում է, որ կարողանանք մեր նշանաբանի մեջ լինենք։ Ճիշտ երեք դպրոց էինք գնացել մեր բոլոր հյուրերի հետ, խումբի հետ եւ այնտեղ Տիրոջ խոսքը տվեցինք թե երեխաներին, թե մեծահասակներին, ասելով, որ դպրոցը որպես պետական հիմնարկ թույլ չեն տալիս, բայց եթե հարցնեք ինձ ինչպես եք դուք կարողանում մուտք գործել դպրոց, ինչպես եք կարողանում մուտք գործել հասարակական տեղեր, որտեղ որ արգելվում է քրիստոնեությունը քարոզել, արգելվում է Տեր Հիսուս Քրիստոսին քարոզել, մեկ պատասխանում եմ, չգիտեմ, որովհետև սա միայն Տիրոջ շնորհ է։ Իսկապես մենք ինքներս էլ զարմանում ենք, թե Տերը ինչպես է մեր առջև դռներ բացում։ Ուրեմն ինչպես որ Տեր Հիսուսը ասեց, հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Աղաչեցեք հունձքի Տիրոջը, որ շատ մշակներ հաներ։ Պիտի շարունակենք ծառայությունը եւ պիտի խնդրենք, որ դուք էլ շարունակեք աղոթել մեզ համար։ Շնորհակալ եմ ձեր քաջալերանքների համար, շնորհակալ եմ ձեր աջակցության համար, որ թե խոսքով, թե գործով, թե ձեր աղոթներով մեր կողքն եք եւ այսպես մեզ քաջալերում եք, այսպես մեկտեղ հավաքվելով։ Թող Տերը օրհնի ձեզ, թող Տերը օրհնի ձեր բոլորի ծառայությունը, ձեր ընտանիքները, ձեր հոտը եւ թող Աստված փառավորվի ձեր մեջ եւ ձեր միջոցով։ Անգամ եւս կուքանք դերոջը սուպ ներկայացյանը մեջ եւ անոր առաջնորդությունը կփնտրենք մեր ցանկերուն մեջ։ Այս հարավոտ կգարտանք Թուղթ Հակոբու առաջին գլխուն երկրորդ համարեն։ Թուղթ Հակոբու, Book of James, chapter 1, verse 2. Եղբայրներ Փորորովին ուրախության արժանի բան սեբեցեք եւ գեբ փորձանքներու մեջ գնանք։ Փորորովին ուրախության արժանի Կարծում եմ այս ձայնը բոլորիս էլ շատ հարազատ է։ I believe this voice is very familiar to all of us. Սա այն ձայնն է, որ Տիրոջ շնորհքով արդեն իսկ 5 տարի շարունակ լսվում եւ տարածում է աշխարհի տարբեր անկյուններում։ This is the voice that by the grace of the Lord has been heard and spread across different corners of the world for 5 years now. Սա այն ձայնն է, որ երբեք չդադարեց պատմել Տիրոջ գործերը։ This is the voice that never stopped telling of the Lord's works. Սա այն ձայնն է, որ երբեք չձանձրացավ ամեն օր Տիրոջ օրհնությունները փոխանցելուց։ This is the voice that never tired of sharing the Lord's blessings every day. Եվ վերջապես սա այն ձայնն է, որ երբեք չնայեց իր տկար, հիվանդ, երբեմն թույլ ու անկարող վիճակներին, այլ փոխարենը ամեն ջանք ու եռանդ ներդրեց, որ Տիրոջ խոսքը փոխանցի իր լսարանին։ And finally, this is the voice that never looked at its own weakness, sickness, or sometimes fragile and incapable condition, but instead put every effort and energy into delivering the word of the Lord to its audience. 2020 թվականին համաշխարհային տարածում գտած կորոնավիրուսի պատճառով մի պահ փակվեցին աշխարհի գրեթե բոլոր եկեղեցիները եւ արգելվեց մեկտեղ հավաքվելը։ In 2020, due to the globally spreading coronavirus, almost all churches around the world were temporarily closed and gathering together was prohibited. Եվ հենց այդ ժամանակ մեր սիրելի հրաչեղբայրը Տիրոջ առաջնորդությամբ սկսեց ամեն առավոտ կարճ պատգամներ փոխանցել իր հավատակից քույրերին եւ եղբայրներին։ It was at that time that our beloved brother Harry, guided by the Lord, began to send out short morning messages to his fellow brothers and sisters in faith. WhatsApp ինտերնետային կապի միջոցով ձևավորվեցին տարբեր խմբեր, որոնք կոչվեցին
առավոտյան պայծառ աստղ։ Through WhatsApp, various groups were formed under the name Morning Bright Star. Անունը, որ ընտրվեց այս խմբերի համար, Տեր Հիսուս Քրիստոսի անունն է, որ այս ձայնագրությունների միջոցով հասել է եւ դեռ հասնում է աշխարհի 4 անկյուններ։ The name chosen for these groups is the name of the Lord Jesus Christ, which through these recordings has reached and continues to reach the four corners of the world. Մենք բազում վկայություններ ենք լսում, թե ինչպես են մարդիկ քաջալերվում այս ծառայությունից եւ անհամբեր սպասում հաջորդ ձայնագրության իրենց հասնելու։ We hear many testimonies of how people are encouraged by this ministry and eagerly await the next recording to arrive. Այո, շատերը նույնիսկ իրենց կյանքը հանձնեցին Տիրոջը այս գեղեցիկ ծառայության Yes, միջոցով։ many even gave their lives to the Lord through this beautiful ministry. 2025 թվականի փետրվարի 1-ին Տերը առաջնորդեց ինձ այն մտքին, որ հրաչ եղբոր ձայնագրությունները վերածվեն տպագիր գրքի, որպեսզի այն օգտակար լինի նաև տարբեր եկեղեցիների հավատացյալներին, մինչ իրենց մենիկ պահի մեջ են Տիրոջ հետ։ On February 1st, 2025, the Lord led me to the idea of turning Brother Harry's recordings into a printed book so that it would also be useful to believers in different churches during their quiet times with the Lord. Տիրոջ առաջնորդությամբ եւ իր մեծ շնորհքի շնորհիվ ահռելի եւ ծավալուն աշխատանք տանելուց հետո վերջապես կարողացանք այս երազանքը իրականություն դարձնել եւ ընդամենը մեկ կաթիլ ջուր կաթեցնել այն հսկայական աշխատանքի դիմաց, որ կատարում է մեր սիրելի եղբայրը։ With the Lord's guidance and by His great grace, after an enormous and extensive effort, we were finally able to make this dream a reality and contribute just a single drop of water compared to the immense work our beloved brother is doing. Ինձ հետ աշխատեց մեծ թիմ, որի անդամները ջանք ու եռանդ չխնայեցին այս գործի մեջ մաս ու բաժին ունենալու համար։ I was joined by a great team whose members spared no effort or energy to take part in this work. Եվ կատարելով այս հսկայական աշխատանքը, մենք ունենք միայն մեկ նպատակ, այս բոլորի մեջ միայն Տիրոջը փառավորել։ In carrying out this great task, we have only one goal, to glorify the Lord in all of this. Սիրելիներ, գիրքը տպագրվեց 1000 օրինակ, որպեսզի կարողանանք անվճար նվիրել տեղի հայ քրիստոնյա համայնքներին։ Dear friends, the book was printed in 1000 copies, so we could freely give it to local Armenian Christian communities. Գրքի մեջ ներառված են 150 թեմաներ, որոնց վերնագրեր ենք տվել։ Յուրաքանչյուր թեմայի կողքին նաև նշված է այն օրվա ամսաթիվը, երբ նյութը ձայնագրվել է, որպեսզի եթե մեկը արդեն լսել է այն եւ օրհնություն ստացել, կամ նույնիսկ փրկության պատճառ է դարձել իր համար, երբ հիմա ընթերցի, հիշի այդ օրը, թվականը եւ կարողանա մտապահել այն որպես կարևոր ամսաթիվ իր կյանքում։ The book includes 150 topics, each given a title. Next to each topic, the date it was recorded is also mentioned, so that if someone has already heard it and been blessed, or if it even became the reason for this salvation, when they read it now, they may remember that day, that year, and keep it in mind as an important date in their life. Գիրքը, որ շուտով կհասնի բոլորիդ, հավատքով եւ մեծ հույսով մաս մեկ ենք անվանել, քանի որ արդեն աշխատանքներ են տարվում մաս 2 գրքի համար։ The book, which will soon reach all of you, is called Part 1, and with faith and great hope, since work is already underway for Part 2. Թույլ տվեք հատուկ շնորհակալություն հայտնել մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ մեզ առաջնորդեց այս գեղեցիկ ծառայության մեջ։ I would like to give special thanks to our Lord and Savior Jesus Christ, who led us into this beautiful ministry. Նաև մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աղոթող, քաջալերող քույրերի եւ եղբայրների համար, ինչպես նաև բոլոր հարազատ ընկերներիս համար, որոնք իրենց լավագույնը կատարեցին եւ նյութական հարցերով ինձ սատար եղան։ I also want to deeply thank all our praying and encouraging brothers and sisters, as well as my dear friends
who did their best and supported me with financial matters. Եվ կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում այն կարևոր մարդկանց համար, որ այս գրքի վրա աշխատեցին ամենից մանրակրկիտ եղանակով, քաջ գիտակցելով ինչի եւ ում համար են անում այդ աշխատանքը։ Once again, I express my gratitude to those important people who worked on this book with the utmost care, fully aware of what and for whom they were doing this work. Սիրելի հրաչեղբայր, պիտի խնդրեմ առջև գաս եւ թույլ տաս, որ այս գեղեցիկ տոնակատարությունը մեր այսքան սպասված գրքի շտորհանդեսը շարունակենք առաջին գիրքը քեզ հանձնելով։ Dear Brother Harry, I must ask you to come forward and allow us to continue this beautiful celebration, our long-awaited book presentation, by handing the first copy to you. May the Lord continue to bless you and use you for His glory. Եվ թող Տերը շարունակի օրհնել քեզ եւ օգտագործել իր փառքի համար։ Գիտեմ, որ դու անակնկալ չես սիրում։ Արժանի մեկը չկտակ։ Ոչ մեկս ենք արժանի հրաչեղբայր, ոչ մեկս։ They told me to go and change my t-shirt. Ասեցին, որ գնամ փոխվեմ։ They told me we have a surprise for you. We want you to look decent. Ինձ ասեցին, որ անակնկալ ենք պատրաստել եւ ուզում ենք գեղեցիկ երևնաս։ With the way I feel physically, I didn't feel like it. Ֆիզիկապես եթե նայեմ, ֆիզիկական որ եթե նայեմ, այդքանը դուրս չեկավ, անակնկալ էր։ Եվ թևերս ծածկեմ հանդուտ նեղություն կա, բրաս։ Brother Harry, you English։ When Ես քիչ առաջ հայերեն հայերեն թարգմանեցի։ I cover my arms, I really feel stressed. Երբ ձեռքերս ծածկում եմ, ես մի տեսակ նեղվում եմ։ So please excuse me for my t-shirt. Գներեք ուրեմն t-shirt-իս համար, որ այսպես եմ։ God is an amazing God, Աստված կանչելի Աստված է։ and my journey has been an amazing journey. Իմ ջանփորդությունս, յանքի ջանփորդությունս մեջ Աստված հիանալի Աստված է։ I only have one diploma. Ես միայն մեկ վկայական ունեմ։ When I finished my primary Երբ ավարտեցի իմ նախագրթարանը, at the age of 12, 12 տարեկանում, and that's when I finished schooling. այդպես ավարտեց իմ ուսումը, գրթությունը։ So I know I don't deserve this Ես գիտեմ, որ ես արժանի չեմ այս գրքին, or anything like this. կամ սրա նման որևէ մեկ բանի։ I'm the most uneducated person among you. Ես ձեր մեջ հավանաբար ամենաուսյալ մարդն եմ։ But Ամենակիչ, հագարական, անուս։ but I have put my trust in the Lord at the age of 13. Բայց ես Տեր Հիսուսին ընդունեցի 13 տարեկանում։ But I've been in church from the age of 8. Բայց 8 տարեկանից եկեղեցի եի գնում։ I can count the days I missed to be in the church on a Sunday. Ես կարող եմ մատներիս վրա հաշվել թե քանի օր միայն բացակայել եմ Իրաքի օր եկեղեցի գտնվելու։ I had a believing mom and dad Ես ունեի հավատացյալ հայր եւ մայր, who taught me the way of the Lord. որոնք սովորեցրեցին ինձ Տիրոջ ճանապարհները, But I was very simple in my life. բայց ես իմ կյանքից մեջ շատ բարձ եմ եղել։ I don't have big plans. Մեծ ծրագիրներ չունեի։ And
this surprised me today. Եվ սա իսկապես ինձ անակնկալ էր։ And I sat there in tears Եվ այնտեղ նստած արտասվում էի, to see what God could do in 27 years. թե դեռ ինչ կարող անել 26-27 տարիների ընթացքում։ 27 years ago, the Lord woke me up 5 in the morning. 27 տարի առաջ Տերը առավոտյան ժամը 5-ին ինձ արթնացրեց։ It's not my usual to get up at 5 in the morning. Ես սովորաբար ժամը 5-ին չեմ ծախում։ Everywhere was dark. Ամենտեղ խավար էր, But something prompted me to go out, բայց մի բան ինձ դրտեց դուրս գալու, put my shorts on, հագնվեցի and go for a walk. եւ քայլելու գնաց։ My family were all in bed, Ընտանիքս բոլորը գնաց էին, and I just went for a jog. ես պարզապես գնացի որ քայլեմ։ I went about a kilometer away, Մոտավորապես 1 կիլոմետր քայլեցի and then all of a sudden there was this heavy rain. եւ հանգարձակի շատ բորդարակ անձրև եկավ։ There was no place to hide. Թաքնվելու, ծածկվելու դեղ չկար։ I was totally drenched wet. Ամբողջությամբ թաց եղա։ But I was meditating, Բայց խորհրդածում էի, I was praying, աղոթում էի and here comes the voice. եւ ահա դերը եկավ։ What are you going to do about Armenia? Ինչ ես անելու Հայաստանի համար։ I don't know why that voice. Չգիտեմ ինչու այդ ձայնը լսեցի։ I know the street I was on. I know the street that I was on. Ես գիտեի որ փողոցի վրա եմ գտնվում, I know exactly where I was. ես գիտեի կոնկրետ որտեղ եմ գտնվում, But the Lord spoke. բայց դերը խոսեց։ What are you going to do about Armenia? Ինչ ես անելու Հայաստանի համար։ And in my mind I responded. Իմ մտքից մեջ պատասխանեցի։ I said, Lord, I'm comfortable. Ասեցի ես հանգիստ եմ դեր։ I had a family, I had children, Ունեմ ընտանիք, ունեմ զավակներ, I had a business, I had workers, ունեմ աշխատանքներ, աշխատակիցներ, I have a church, I have friends. ունեմ եկեղեցի, ունեմ ընկերներ, I'm comfortable. ես հարմար եմ, հանգիստ եմ։ The voice came for the second time. Երկրորդ անգամ դարձյալ What ձայնը will you do about լսեցի։ Armenia? Ինչ պիտի անես Հայաստանի համար։ But I knew nothing about Բայց Armenia. ես Հայաստանի մասին ոչինչ գիտեի։ And then when he came for the third time, Բայց երբ երրորդ անգամ խոսեց, I knew God was calling me to come. հասկացա, որ դերը ինձ կանչում է։ I didn't know a single person. Ես ոչ մեկին չէի ճանաչում։ I didn't have this special love for Armenia. Չունեի այդ հատուկ սերը Հայաստանի համար։ I know there's a lot of songs about Mount Ararat, about the sun in Armenia, about the flowers in Armenia, but I wasn't attracted to any of that. Գիտեմ հայերեն լեզվով շատ երգեր կան Հայաստանի ուղված, Հայաստանի գրության ուղված, բայց այդ երգերը չէի լսում ես։ And I was lost. I didn't know where to go in Armenia. Եվ ես շփոթված եի եւ չգիտեի Հայաստան կամ ինչ անեմ։ But I asked some friends, Բայց դիմեցի մի քանի ընկերների and they encouraged me to go to Karabakh. եւ ինձ քաջալերեցին այցելեմ Ղարաբաղ։ It was 1998, 1998 թվականն էր, winter, December, դեկտեմբեր, ծմեր։ and without hesitation, Եվ առանց ետմտելու, without knowing anything, ոչ մի բան չիմանալով I came. եկա։ But I didn't know that God had a plan like this. Բայց ես չէի պատկերացնում, որ Աստված նման ծրագիր I ունի։ have never planned anything about ACM. Երբեք ACM-ի մասին ծրագրավորում չեմ արել, չեմ ծրագրել։ The first person I met was Terry, Առաջի անցը հանդիպեցի դերելիքն էր, and then together we started to serve in the children's ministry. եւ միասին սկսեցինք ծառայել մանուկների մեջ, But God opened doors, բայց Աստված դռներ բացեց։ and God brought people in our lives. Եվ Աստված մեր կյանքի մեջ մարդկանց մեջտեղ բերեց։ I can say without hesitation, you guys were the reason who encouraged us so much. Առանց վարանելու կարող եմ ասել, դուք եք այն քաջալերանքը, որով մենք քաջալերվում ենք եւ դարձյալ այցելում ենք։ And you have been a great blessing to Եվ դուք us. մեզ համար մեծ օրհնություն եղաք։ But when it comes to this, Բայց երբ սրան անդրադառնամ when the COVID came, եւ համաճարակը սկսեց, our government stopped us going to church. մեր կառավարությունը Ավստրալիո արգելեց եկեցի հավաքվել։ Make it short, Hazik. Our government stops us going to church, and I, as a pastor,
lost my contact with my members. Երբ արգելեցին եկեղեցի հավաքվելը, ես արդեն իմ եկեղեցու անդամների հետ կապը կտրվեց, չկարողացա կապնվել։ 2 weeks passed. Երկու շաբաթ անց I wasn't comfortable. ես ներսս անանքիստ էի։ And I was praying and saying, Lord, I'm not comfortable because I'm being cut off from my members. Եվ Thank you, brothers. Thank you, God. Եվ աղոթում էի Տիրոջ ասելով դեր ես անանքիստ եմ, քանի որ իմ եկեղեցի հաջախող անդամներից դուր չունեմ։ And then one of my members called me Եվ հետո անդամներից մեկը ինձ զանգեց to say, Pastor Harry, why don't you send us something? եւ ասեց հրաչ եղբայր, ինչու ինչ-որ մի բան մեզ չես ուղարկում։ And the Lord prompted me to just have a short, encouraging message. Եվ դերը թրթեց ինձ, որ փոքր քաջալերական բացկաններ խորհրդացումներ Knowing that they պատրաստել։ were all at home and the word was not there. Իմանալով որ իրենք բոլորն էլ տանն են եկեղեցի չեն կարող գալ, So 6 years ago, եւ այսպես 6 տարի առաջ I did one recording արեցի իմ առաջի ձայնակությունը and I sent it out. եւ ցրեցի։ So they came back to say, Brother Harry, we need this every day. Եվ վերադարձան ինձ ասին, հրաչ եղբայր, ամեն օր մենք ուզում ենք ստանալ։ But then I didn't know that they were passing it on and passing it on. Եվ չէի իմանում, որ իրենք ին ուղարկած ձայնակություններ ուրիշների հետ էլ էին գիսվում։ And now I know that there's over, I don't know how many countries to receive it. Եվ հիմա նույնիսկ չգիտեմ, քանի երկրի մեջ է տարածվում։ And whether I'm sick Լինեմ հիվանդ թե ոչ, or I'm not, կամ ոչ, I'm being faithful. Otherwise, they'll all call me and say, what's wrong with you? ես հավատարիմ եմ մնում ծառայությունից եւ երբ բաց թողեմ զանգում են ինձ ասում են ինչ եղավ, ինչ պատահեց։ Even when I send it late by 1 hour, Եվ նույնիսկ եթե 1 ժամ ուշացնում եմ ուղարկելը, they will call me and say, are you okay? զանգարենք ասեն լավ եք։ I'm really ashamed to see this. Իսկապես ամաչում եմ տեսնելով այս գիրքը, I don't deserve it. ես արժանի չեմ, But I really thank those who thought of it and put it together. բայց իսկապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատեցին այս գիրքի վրա։ It's a lot of hard work, I know. Պատկերացնում եմ, թե ինչքան ծանր աշխատանք է, It's a costly work, I know. գիտեմ, որ թանկ արժեցող աշխատանք է, But I pray that many will benefit from it. գաղութեմ, որ շատերը կարդալով օգնվեն։ Thank you for coming and being with us. Շնորհակալ եմ, որ եկաք մեզ հետ ներկա եղաք։ I have been very, very sick. Ես շատ առողջական խնդիրներ ունեմ, I suffer with 9 sicknesses. ունեմ 9 հիվանդության տեսակ, I'm on about 18 tablets and 2 injections a day. օրը 18 դեղահապ եւ 2 սրսկում ստանում եմ, But with my cancer situation եւ ինչպես գիտեք, քաղցկեղի խնդիրներ ունեմ, and the news that it has spread through my bones, եւ նաեւ լուրեր, որ ոսկորների մեջ է տարածվել, I had no hope of coming. ես ընդհանրապես այցելելու հույսը չունեի։ But a month ago, God changed all that. Բայց մեկ ամիս առաջ Աստված ամեն ինչ փոխեց։ Our doctor says your numbers are much better. Բժիշկը ասեց, քո թվերը շատ լավն են, And immediately I looked at him and I said, can I go to Armenia? եւ մի անգամից ասեցի նրան կարող եմ Հայաստան գնալ հիմա։ I said, go. Ասեց գնա։ Thank you for having me. Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ God bless you. Աստված փոխեց։ Անի որ հրաչ եղբայրը միշտ իր վերջին օրհնությունն է տալիս ամեն ձայնագրությունից հետո, այդ օրհնությունը որպես այսպես գեղեցիկ ուշ I will put this next to my only diploma. All to Jesus I surrender, all to Him I freely give. I will
to thee, my blessed Savior, I surrender all to Jesus I surrender, humbly at his feet I bow. Worldly pleasures all forsaken, take me, Jesus, take me now. I surrender all. I surrender all to thee, my blessed Savior, I surrender all to Jesus I surrender. Lord, I give myself to thee. Fill me with thy love and power. Let thy blessing fall on me. I surrender all. I surrender all to thee, my blessed Savior. I surrender all. I surrender all. I surrender all to thee, my blessed Savior. I surrender all to thee.